Անթափանց ծածկոցը ինչի ծածկած չի։ Քիչ է բարձած, կապ չունի քիչ բարձած։ Շատ թե քիչ միևնույն է, եթե մեքենան բեռնված է սորուն նյութերով, խճով, հողագրունտով կամ շինաղբով, պետք է ծածկված լինի անթափանց ծածկոցով, օրենքի պահանջ է։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգումների նպատակն էր պարզել, թե ովքեր պահանջը չեն կատարում։ Այս բեռնատարը եւս երթևեկում էր բաց թափքով։ Անունի առաջի տար ազգանուն կամ մենակ ազգանուն։ Եթե նկատում ենք, որ անթափանց թաղանթով տեղափոխում են սորուն նյութեր, կանգնեցնում ենք մեքենային, վարորդը ներկայացնում է փաստաթղթերը, կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, տրվում է ծանուցում նիստին մասնակցելու վերաբերյալ։ Նիստում արդեն տարածքային բաժնի պետը որոշում է կայացնում հանձնում վարորդին։ Նիստին չներկայանալու դեպքում որոշումն ուղարկվում է փոստով։ Հունվարի 1-ից հունիսի 19-ը նմանատիպ 20 իրավախախտում են արձանագրել, մեկը Երևանում, 19-ը Արմավիրում։ Այս պահի դրությամբ այս 2 օրվա ուժեղացված վերահսկողության արդյունքում արդեն ունենք 10 արձանագրված իրավախախտման դեպք, 5-ը Երևանում, 4-ը Արմավիրում, 1-ը Արագածոտնի մարզում։ Օրենքի պահանջին չհետևելու համար տուգանքը 50-ից 150 հազար դրամ է։ Ֆիզիկական անձանց 50,000 դրամ, իրավաբանական անձանց 150,000 դրամ։ Կրկնելու դեպքում ֆիզիկական անձանց 100,000, իրավաբանական անձանց 300,000։ Ինչ վերաբերում է շինհրապարակներին, ապա հունվարի 1-ից հունիսի 19-ը այդ տարածքներում 30 իրավախախտում է արձանագրվել, ուղիղ կեսը Երևանում։ Շինհրապարակները դրական ջերմաստիճանի դեպքում պարտադիր պետքա ջրեն։ Անթափանց թաղանթով պետքա ծածկեն տարածքում գտնվող ավազը, իներտ նյութերը, շինաղբը, մեկ էլ հողագրունտը։ Մեքենաները դուրս գալուց պետքա անվադողերը լվանան։ Մեքենաները լվացվում են, նոր շինհրապարակից դուրս են գալիս։ Անթափանց ծածկոցը քսվում է, լվացվում է, պարտադիր նոր դուրս է գալիս։ Պահանջներ էլի կան, վերջերս ընդունվածներից է օրինակ շինհրապարակում ջրի թնդանոթներ տեղադրելը։ Քանի որ փորձը ցույց տվեց, որ թնդանոթների արդյունավետությունը բարձր է, արդեն իսկ տնտեսվարողներն են շահագրգռված, բոլորը բերեն տեղադրեն, որ չտուգանվեն։ Ոլորտի պատասխանատուները նկատում են տարեց տարի վարորդներն ու շինարարները նաև տարբեր իրազեկման աշխատանքների շնորհիվ ավելի պատասխանատու են դառնում։ Դա է հուշում նաև իրավախախտումների վիճակագրությունը, սակայն բաց թափքով երթևեկող բեռնատարներ մայրաքաղաքի ու մարզերի ճանապարհներին դեռ կարելի է տեսնել, ինչի կանխարգելմանն էլ ուղղված են տեսչական շրջայցերը։ Էմմա Վարդանյան, Էդգար Դավթյան, լուրեր։